որպեսզի իրական սպառնալիքը մարդիկ ավելի Իդեպ այդ իմաստով բացառիկ աշխատանք տարավ եւ փայլուն էր աշխատում եւ շատ ճիշտ էր ներկայացնում Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետ, որ այդ վտանգը իրական հասցրեց գյումրեցիներին, որ ռուսական բազան դուրս է գալու են մեզ այստեղ մորտեն, սպանեն, ցեղասպանություն լինելու եւ ես Գյումրիում եմ ամեն երրորդը դա էր ասում, ես հասկացա որ տեղ է հասել, բայց տեսեք, օրինակ մեր շատ սիրելի Խաչիկ Մանուկյանը Քարոզ արշավի ընթացքում օրինակ ոչինչ չէր ասում ինքը որտեղ շատ բարձր մարդ է երևի ժամանակին ինչ որ հարաբերություն է ունեցել Մեխակ ինչ է Արգիշտի Մեխակյանի հետ այս մարդը դահիճի ձեռք բռնած դավաճանի ձեռք բռնած սրիկա տականք է մարդը երկիրը Արցախը Ադրբեջան համարող մարդուն Մարդու ձեռք է բռնել համագործակցում է եւ եկեք չասենք որտեվ ինքը բանը իր հայրն էլ Արցախյան պատերազմ անցել է զոհվել է ինչպես կարող ունեցող դե այդպիսի բաներ լինում է կարող է դրանից այդպես ծվել եւ դեռ հայտնի չէր որ իր հայրը ապրեր գուցե օրինակ ով կմտածեր որ Սասուն Միքայելյանը եթե Սասուն Միքայելյանը շուտ մահանար պիտի ասենք հերոս է չէ բայց պարզեց այս Սասուն Միքայելյանը կանգնեց ասեց որ հեղափոխությունը ավելին է քան Արցախի թուրքական հեղափոխությունը փաստորեն ավելին էր, քան Արցախի ազատագրումը։ Հիմա մենք չգիտենք Արգիշտի հայրի ինչ կաներ, բայց մենք դատում ենք նրանով, որ մահացել է, դատում ենք նրանով, որ այս մարդը հերոսական ճանապարհ է անցել։ Հա։ Հիմա այս մարդու որդին այդպիսին է, տեսեք, անգամ այդպիսի բարձր գիտակցություն ունեցող Խաչիկ Մանուկյանը չհասկացա, որ ինքը գործ ունի թշնամու հետ։ Այս մարդը թշնամի է, կոնկրետ։ Այս մարդը ում ձեռքը որ բռնել է, ինքը ասել է քո որդին հանուն ոչնչի է մահացել, Խաչիկ Մանուկյանը։ Այս մարդուկինն ասել է հանուն ոչնչի է գնացել։ Այս մարդուկինն ասել է այն հայրը, ընդ որում Խաչիկ Մանուկյանի որդին, ինքը իրական հերոս է, որտեվ նա որտե արդեն գիտակցաբար է գնացել։ 30-ի մոտ տղա ինքը գիտակցաբար է գնացել դրան եւ միջև վերջին պահն է մնացել Շուշիում է եղել գիտակցաբար է գնացել եւ իրան ասում է այդ Արցախը թշնամուն է եւ այդ սրիկան ինչ անում Արգիշտի Մեխակյանը ձեռքա սեղմում դրան եւ գնում այդ թիմի համար ու դուռ ու դարպասը բացում ասում է թշնամի արի թշնամի դեք այդպիսի մարդիկ հենց օգտագործվում են նույնը Վազգեն Սարգսյանը Դες ուզում եմ ասել այդ բարոյական բանը որ կա Խաչիկ Մանուկյանների նման մարդկանց մեջ դուք եք սխալ Խաչիկ Մանուկյան ջան դուք սխալ եք սխալ ուղղությամբ եք գնում այդ թիմը որ թույլ չէր տալի անգամ են սրտի բխած բանը Խաչիկ Մանուկյանն ասի է դեկորատիվ սուտի թիմ ստից մասնագետներ չգիտեմ ինչ է դուք ասում եք մենք դեռ ժողովրդին չենք հասցրել թե ում այդ գործ ունի Բարձր գիտակցություն ունեցող մարդիկ էլ բարոյական բան իրաց թույլ չի տալիս չեն անում։ Այո, բայց բոլոր դեպքերում սպառնալիքը վախի զգացումը շատ ուժեղ բան է։ Հիմա տեսեք սրանք օգտագործում են, հա, տերորի մթնոլորտ է ամբողջ Հայաստանում։ Հիմա էլ ընկել են լրագրողների, փաստաբանների ետևից, նրանք ովքեր ազնվոր են աշխատում են, ուրեմն իրականությունն են ներկայացնում, պաշտպանում են, հա, ուրեմն նորմալ ուժերին։ Եվ այստեղ մենք անպայման պիտի արձանագրենք այդ դրական տեղաշարժը ես ուզում եմ դա անպայման մենք արձանագրենք բայց բոլոր դեպքերում չի կարելի վախենալ նույնիսկ Աստվածաշունչն է չի ասում մի վախեցիր այլ հավատա եւ ակտիվությունը որը բավականին բարձր էր կար տարբերություն, հա, զգալի տարբերություն անցյալ ընտրությունների հետ, սա ցույց է տալիս, որ մարդիկ բոլոր դեպքերում իրենց արդեն ինչ-որ չափով գործոն են զգում եւ գնում են իրենց ձայնը, իրենց տեսակետը համենայն դեպս փոխանցելու եւ այս տարբերությունները մենք պիտի նկատենք։ Մենք չպիտի ուռճացնենք այս ամեն ինչը, բայց բոլոր դեպքերում մենք ունենք տեղաշարժ, զոհի հոգեվիճակից դուրս գալու որոշակի տեղաշարժ ունենք, ափսոս դեռ դանդաղ է։ Եվ այստեղ ընդդիմադիր ուժերը